Եվ վերջին ուրեմն երկու թեմա, լավ, ասֆալտը ասում են պայթեց իրենց գլխին։ Իմ ամենասիրած թեման ասֆալտն է։ Որտեւ ես տարիներ շարունակ գարուն աշուն խոսում եմ դրա մասին, ոչ միայն ես, դրա մասին խոսում են ուրիշ ավելի նեղ մասնագիտացված Երևանի խնդիրներով բլոգերներ եւ պատգամավորներ, մասնավորապես նկատում եմ Մանուկյան Մեսրոպին, որը մանրակրկիտ հատ բան անում Չախոյան անունը չեմ հիշում ինչա, ոչ մի խոսքով է տան հատ չի ալարում անցնում է։ Ես ընդհանրապես կարող եմ ասել այն ճանապարհների մասին, որով ամեն օր երթևեկում եմ, ուրեմն պատմել եմ մի անգամ Նվեր Սաֆարյանի փողոցը, այդ ՊՆ-ի հետևի տակի փողոցն է։ Մի սեզոնում մի ամառվա ընթացքում 3 անգամ ասֆալտը քանդել հավաքել են։ Մեր փողոցից էլ հարցրու Ես ասում եմ անգամ են արել։ Վերջի անգամ այդ ասֆալտը բերել նորից փռել են ամռանը։ Հիմա այդ Նվեր Սաֆարյանով թե անցնենք, նես տպավորություն, թե երկրորդ աշխարհամարտը անցել է այդ ճանապարհով, Խրամատն ու причем ծակերը, այդ փոսերը, գիտեք ինչ կարար ինչ որ մի sense պուճուր շերտ թռներ պատահում է։ Այս sense տալաշներով, այս բանի մի տարի մեքենաս լավ կոտրեցի, իզուր հետո ամուր չեղա դատարան չտվեցի, այնուամենայնիվ ասածս ինչա, բայց սա խնդիրը նրանում չի, որ վատ գործ են անում։ Այսինքն խնդիրը այն չի, որ փոսեր են, հա։ Խնդիրը նա, որ իրանք իրանց հանցագործությունները փորձում են էլի քրծեն նախկինների վզին, նախկինների արած ասֆալտն է։ Ժողովուրդ, այդ նախկինների արած ասֆալտը 8 տարի դիմացել է, դու կարաք տենց ասֆալտ փռեք, որ 8 տարի չմտածենք դրա մասին։ Ես օքեյ եմ, որ կոնկրետ այս մի ծակը նախկինների արած ասֆալտն է։ Բայց դու կարաս իմ փողոցի վրա նենց ասֆալտ փռես մի անգամ, որ 8 տարի ես չմտածեմ փոսերի մասին, չես կարա։ Այդ ասֆալտապատման աշխատանքները կատարվում են նորմերի խախտմամբ, այսինքն գոյություն ունի որոշակի ձև ասֆալտապատման, որ իրենք չեն պահպանում, ինչի, որովհետև էդի փողա, ինքը, չգիտեմ, 100,000 դրամ բան արել, հատկացրել է ասֆալտի գործին։ Ասում են ընկեր, արի բիտում չանենք, արի այս փոշալցումը չանենք, արի արմատուրայով չամրապնդենք, տուպը ասֆալտը փռենք, սվաղենք էթա, Այդ արժի 30,000 դրամ, բայց 100,000 դրամ արդեն դուրս է գրված։ Ոսում ճանապարհի վրա փող ուտել, այս սենց է լինում։ Ձեր աչքով տեսնում եք, երբ որ թաց, փոշոտ, կեղտոտ հատակի վրա բերում են տուպը, պրոստը ասֆալտը փռում կատոկում են, նշանակում է, որ 3 անձրև հետո էլի այդ նույն տեղը փոս է լինելու։ Հիմա իրանք շահագրգռված չեն ձեզ որակով ճանապարհներ ապահովեն, որովհետև իրանք զրկվելու են փող ուտելու աղբյուրից։ Որտեվ մի բանը մի անգամ լավ ասֆալտ անես ու թեման փակվի, մի բանը 115 անգամ անես ու այդ նույն փողը դուրս գերեն։ Բայց ասեց ասֆալտը լավ բան է, ասֆալտը կառավարչանիցի Նիկոլասը չէ, լավ բան է ու աչքերը փայլում էր։ Փողը։ Ասֆալտը փողը։ Բա։ Հսկայական գումար է։ Չկա թոշակի փող, աշխատավարձ չէ, ինչի։ Որովհետև իր ընտրողներն են։ Կարակը թանկը խարկանու չի կերեք։ Կանաչն էլ է թանկ։ Դեռ ավելի թանկ է Ժանա, կանաչ սոխ կերեք։ Հա, հասկացա։ Հենա, բանը արդեն ավելուկ սկսել է դուրս գալ։ Ընկեք սարերը, սկի դաժե փողը պետք չի։ Ընկեք սարերը Բա մի ձեթ ու կարակել է պետք վրան լցնել, որ թե ով է կասկածի տակ դնում սոխի օգտակարությունը։ Այդ если что, ես Նիկոլ Փաշինյանն եմ ցիտում։ Եթե հանկարծ չեք հիշում նրա փառահեղ